ցանցած անգամ արդեն ասեցինք, արևելյան կողմը, արևելքը դա Հայաստանի աշխարհքաղաքական անվանումն էր այն ժամանակներում, երբ որ գրվում էր Աստվածաշունչը, եւ հաջորդիվ ասենք, որ Աստվածաշունչում Մովսեսը գրել է, որ դրախտը Աստված տնկեց արևելյան կողմում Եդեմի մեջ։ Հիմա Եդեմ նշանակում է վայելքի վայր, բայց նաև նշանակում է բարձր տեղ, այսինքն արևելյան կողմում, բարձր տեղում։ Նաև պարադիս բառը, պարսկերեն ծագում ունեցող բառը, որ նշանակում է բարձունքի վրա կառուցած այգի։ Նորից արևելյան կողմում, բարձունքի վրա, բարձր տեղում։ Հաջորդ ապացույցը գետերն են, որ դրախտից 4 գետ էր հոսում, Եփրատը, Տիգրիսը, Գեհոնը եւ Փիսոնը։ Դե Գեհոնը դա Արաքսն է, իսկ Փիսոնը դա ճորողն է։ Այսինքն այդ 4 գետերը բարձր հայքի տարածքից են դուրս գալի, որ նայում ես, այսինքն արևելյան կողմում, բարձր տեղում, դա ոնց որ Հայաստանում, բարձր հայքում, էլի, այտենց է դուրս գալի։ Նաև այլ ապացույցներ էր բերում, օրինակի համար, որ այդտեղ բնությունը շատ հարուստ է, ամեն ինչ աճում է, լույսը շատ որակով է, օրինակ լուսանկարիչներ, որ եղել են այդտեղ, ասում են, որ այտենց լույս ոչ միտեղ չենք տեսել լուսանկարչության համար։ Այսպիսով դրախտը Հայաստանում է, հայեր ջան, ուրախացեք։